Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ինչ անել, երբ վահանաձև գեղձում հանգույց է հայտնաբերվել, որոնք են այն մթերքները, որոնք վնասում են վահանաձև գեղձի աշխատանքին։ Գրիպի հարուցիչը կարող է, այսպես ասած, հաստատվել վահանաձև գեղձի բջիջներում եւ հիվանդությունից նույնիսկ ամիսներ անց, մինչեւ 2-3 ամիս անց, բերել վահանաձև գեղձի բորբոքման։ Միֆ չէ, որ վահանաձև գեղձի շատ խնդիրների դեպքում յոդ պարունակող մթերքները հակացուցված են։ Ոչ, միֆ չէ։ Եթե մենք ունենք վահանաձև գեղձի խփի զոբ ասվածը կամ հանգույցներ, հանգուցավոր զոբ, պետք է սահմանափակել կաղամբազգիների օգտագործումը։ Միայն ՏՏԳ անալիզ հանձնելով կարող ենք ճիշտ ախտորոշել, ունենք խնդիր վահանաձև գեղձի կապված թե ոչ։ Ինչ անել, երբ վահանաձև գեղձում հանգույց է հայտնաբերվել։ Մեծամասամբ հանգույցները դրանք բարորակ գոյացություններ են եւ շատ դեպքերում նաեւ որևէ բուժում չպահանջող։ Ինչ ուտել վահանաձև գեղձի աշխատանքի համար, որպեսզի լավացնենք, նպաստենք, կարգավորենք հորմոնները։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Ինչ անել, երբ վահանաձև գեղձում հանգույց է հայտնաբերվել, որոնք են այն մթերքները, որոնք վնասում են վահանաձև գեղձի աշխատանքին, եւ ինչ է սիրում վահանաձև գեղձը։ Կզրուցենք էնդոկրինոլոգ Արմենուհի Սաֆարյանի հետ։ Ողջույն Արմենուհի։ Ողջույն։ Շնորհակալ եմ քեզ կրկին տեսնելու համար։ Ձեզ եւս։ Շատ տարածված թեմայի ենք անդրադառնալու, որքան էլ խոսում ենք, այնուամենայնիվ միֆերը շատ են եւ պիտի փորձենք ցրել իրականությունը պարզելով։ Ամենասկզբում այո մենք գիտենք, որ վահանաձև գեղձի խնդիրներն առաջանում են յոդի դեֆիցիտից։ Մի փոքր մանրամասնենք եւ ասենք, արդյոք միայն յոդի դեֆիցիտն է բերում վահանաձև գեղձի խնդիրների։ Յոդը, ինչպես գիտեք, մասնակցում է վահանաձև գեղձի հորմոնների սինթեզին, հենց դրա համար անհրաժեշտ գեղձը կլանում է յոդին եւ սինթեզում է անհրաժեշտ հորմոնների, իհարկե յոդի անբավարարությունը վերում է վահանաձև գեղձի խնդիրների, մասնավորապես գեղձի մեծացման զոբ ասվածի խփիպի, որը կարող է լինել հանգուցավոր կամ առանց հանգույցների, բայց միայն յոդի անբավարարությունը չէ, որ կարող է հանգեցնել վահանաձև գեղձի հիվանդությունների։ Ամենահաճախ հանդիպող խնդիրը դա աուտոիմուն թիրոիդիտն է, Հաշիմոտոյի հիվանդությունը, երբ մեր հակամարմինները գեղձի այդ հորմոն արտադրող բջիջներին սկսում են օտար ճանաչել, վնասել, քայքայել այդ բջիջներին եւ արդյունքում դժում է գեղձի ֆունկցիան։ Գեղձը սկսում է ծուլանալ, քիչ արտադրել հորմոն։ Իսկ միֆ է, որ վիրուսից կարող է օրինակ վահանաձև գեղձի խնդիր առաջանալ։ Դա էլ միֆ չէ։ Շատ վիրուսային հիվանդություններից հետո սեզոնային գրիպ, անգամ այս հիմա տարածված գրիպից հետո գրիպի հարուցիչը կարող է, այսպես ասած, հաստատվել վահանաձև գեղձի բջիջներում եւ հիվանդությունից նույնիսկ ամիսներ անց, մինչեւ 2-3 ամիս անց, բերել վահանաձև գեղձի բորբոքման, այնպես որ վիրուսային ծագման հիվանդություններ եւս կարող են լինել գեղձում։ Յոդի կարևորության մասին խոսենք, մարդիկ յոդացված ջուր են խմում, յոդի այսպես հանգույցներ նկարում, յոդ են քսում իրենց մաշկի վրա, ասում են յոդի պակասը խիստ վտանգավոր է, ավելցուկից ոչինչ չի լինի, ինչ կասեք դուք բժշկուհի։ Նախ պետք է հասկանալ այն անձինք, որոնք օգտվում են այդպիսի յոդացված ջրից կամ այդպիսի գծիկներ են անում մաշկի համար, ինչ նպատակ է հետապնդում, եթե իրենց ցանկությունը լրացնել յոդի պակասը, ապա ամենևին կարիք չկա, որովհետև Հայաստանում գերակրի աղը յոդացված է եւ այնքան այն չափաբաժնա, որը բավարար է յուրաքանչյուրիս յոդի օրական պահանջը լրացնել։ Բավարար է։ Այո, լիարժեք բավարար է։ Իհարկե կարելի է ժամանակ առ ժամանակ չպետք է մոռանալ, որ պետք է օգտագործել նաև ծովամթերք, ձկնեղեն, այսինքն յոդով հարուստ սննդամթերքներ, բայց մտածել, որ կա օրգանիզմում յոդի անբավարարություն, օգտագործել թուրմեր, դրանք միֆեր են, իսկ ինչ կապված այդ գծիկների հետ, շատ ժամանակ անում են հասկանալու համար կա օրգանիզմում խնդիր թե ոչ, եւ նշում են բժշկուհի, օրինակ, ինձ մոտ շուտ ներծծվեց այդ գծիկը, շուտ անհետացավ, ուրեմն ես ունեի դրա կարիքը, կամ ընդհակառակ օրերով չի անցնում, ուրեմն ինձ մոտ յոդը բավականին բարձր է, սա չի խոսում ձեր օրգանիզմում եղող յոդի քանակության մասին, ընդհանրապես ցույց է տալիս մաշկի տվյալ հատվածի ներծծման արագության չափը։ Միֆ չէ, որ վահանաձև գեղձի շատ խնդիրների դեպքում յոդ պարունակող մթերքները հակացուցված են։
Ոչ, միֆ չէ։ Վահանաձև գեղձի հիվանդությունները գլոբալ կարող ենք բաժանել 3 խմբերի։ Հիվանդություններ, որոնք ընթանում են առանց հորմոնալ խախտման, այսինքն մենք ունենք խնդիր գեղձում, բայց ֆունկցիոնալ առումով այն չի տուժել։ Հիվանդություններ, որոնք ընթանում են հիպոթիրեոզով, այսինքն գեղձի հորմոնները ընկճված են, ցածր են, եւ հիվանդություններ, որոնք ընթանում են գեղձի գերակտիվությամբ, հորմոնները բարձր են։ Եվ տրամաբանական է, որ այս հիվանդությունների դեպքում յոդով հարուստ դամթերքները պետք է սահմանափակել ծովային կաղամբը, լամինարիան, ջրիմուռները, ծովամթերքները, ձուկը այս հիվանդությունների դեպքում սահմանափակվում են։ Պետք է հեռու մնալ նաև արևի ուղիղ ճառագայթներից։ Այո, հենց գերակտիվությամբ ընթացող հիվանդությունների դեպքում խորհուրդ չի տրվում արևային լոգանքները, բայց եթե ունենք վահանաձև գեղձի խնդիրներ, որոնք թերֆունկցիայով են կամ էութիրոիդ, այսինքն հորմոնները նորմալ են, խորհուրդ է տրվում արևային լոգանքներ։ Իհարկե չենք մոռանում, որ մինչև առավոտյան 11-ը պետք է լինել արևի ներքո եւ 17-ից հետո։ Որոնք են այն մթերքները, որոնք վնասում են վահանաձև գեղձի աշխատանքին։ Կան այդպիսի մթերքներ, պետք է առանձնացնել։ Այո, եթե մենք ունենք վահանաձև գեղձի խպիպ զոբ ասվածը կամ հանգույցներ հանգուցավոր զոբ, պետք է սահմանափակել կաղամբ ազգիների օգտագործումը։ Կաղամբ, ծաղկակաղամբ, բրոկոլին, բրուսելյան կաղամբը, սրանք ունեն զոբոգեն էֆեկտ, այսինքն իրենց չարաշահումը երկատև օգտագործումը բերում է չափերի, հանգույցի չափերի կամ գեղձի չափերի ել ավելի մեծացմանը, որպես ճակերտավոր վնասակար սննդամթերք կարող եմ նշել նաև սոյան, սոյայի էլի չարաշահումը, սոյայից պատրաստված կաթի կամ սոյայի սոուսի, տոֆուի օգտագործումը հաճախակի բերում է թիրոքսին հորմոնի ներծծմանը, վատացմանը, ինչպես նաև ընկճվում է այդ հորմոնի արտադրման process-ը։ Նման այն անձինք, ովքեր ունեն արդեն հիպոթիրեոզ խնդիրներ, խորհուրդ չի տրվում չարաշահել սոյայի օգտագործումը։ Ինչպես ախտորոշել վահանաձև գեղձի խնդիր ունենք, թե ոչ։ Միայն TTG անալիզ հանձնելով կարող ենք ճիշտ ախտորոշել։ Ունենք խնդիր վահանաձև գեղձի կապված, թե ոչ։ Որոշելով միայն TTG-ի անալիզը, հորմոնը, մենք ինֆորմացիա ենք ստանում գեղձի ֆունկցիայի մասին։ Այսինքն արտադրում է բավարար չափով, թե հիպոթիրեոզը, թե ֆունկցիա կամ գերարտադրություն, բայց որևէ ինֆորմացիա գեղձի կառուցվածքի մասին անալիզով հնարավոր չէ ստանալ։ Անհրաժեշտ է նաև կատարել վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն։ Դա հենց սոնոգրաֆիան է գեղձի։ Նկարագրվում է տեղակայումը գեղձի, չափերը, հյուսվածքի փոփոխությունը, եթե դրանք արկա են, հանգույցների կիստայի հայտնաբերումը սոնոգրաֆիայի միջոցով է կատարվում։ Այսպիսով այս երկու հետազոտությունները միմյանց լրացնում են, բայց երբեք չեն փոխարինում, եւ իլրացում սրան ուզում եմ ասել, որ շատ հաճախ, երբ որ ցանկանում են անցնել վահանաձև գեղձի ստուգում են բոլոր հնարավոր հորմոնները, որոնք գիտեն, եւ սա իհարկե սա եւս ճիշտ չէ, ժամանակի եւ գումարի անիմաստ վատնում է, այսինքն պետք է խելամիտ այդ անալիզը եւս կատարել խելամիտ։ Այսինքն միայն TTG անալիզով մենք չենք կարող որոշել խնդիրը, հնարավոր է անալիզի պատասխանը լավը լինի, բայց ունենանք խնդիր, որը կարող է միայն սոնոգրաֆիան ախտորոշել։ Այո, կարող ենք ունենալ հանգույցներ, դրանք մենք կտեսնենք սոնոգրաֆիայի միջոցով եւ միայն սոնոգրաֆիայով էլ չենք իմանա, թե օրինակ այդ հանգույցի դեպքում մեր հորմոնը ինչ մակարդակում է, այսինքն անհրաժեշտ է որևէ բուժում, թե ոչ։ Այս երկու հետազոտությունները պիտի լինեն միաժամանակ եւ լրացնեն միմյանց։ Շատ լավ, բժշկուհի։ Ինչ անել, երբ վահանաձև գեղձում հանգույց է հայտնաբերվել։ Պետք է անհանգստանալ։ Առաջինը պետք է խոճապի չմատնվել։ Եթե կան հանգույցներ, դրանք ծավալային գոյացություններ են հյուսվածքից առաջացած, մեծամասամբ հանգույցները դրանք բարորակ գոյացություններ են եւ շատ դեպքերում նաեւ որևէ բուժում չպահանջող։ Բայց չպետք է մոռանալ, որ շատ քիչ տոկոս դեպքերում հանգույցը կարող է լինել չարորակ, եթե բժշկի ցուցումով անհրաժեշտություն կա պարզելու այդ հանգույցի բնույթը, պետք է հետևել բժշկի խորհրդին։ Դա ինչու եմ նշում, որովհետև հանգույցի տարբերակման համար հետազոտման ոսկե ստանդարտը դա բարակասեղային պունկցիոն բիոպսիան է եւ այս բառը լսելիս ուղղակի խոճապի են մատնվում, կարծում են թե ամեն ինչ վատ է, որ այս հետազոտությանն են ուղղորդում, բայց ոչ, այդպիսի բան չկա, ուղղակի պետք է տարբերակել, սա բացարձակ անվտանգ հետազոտման մեթոդ է եւ ոչ այդքան ցավոտ։ Հիմա հարցում են կալցիտոնին թե բիոպսիա, ինչու ոչ դրանցից մեկը։
Սրանք եւս տարբեր հետազոտություններ են եւ տարբեր հարցերի են պատասխանում։ Կալցիտոնինը դա արյան միջոցով որոշվող օնկոմարկեր է եւ ցույց է տալիս արդյոք մեր օրգանիզմում կա մեդուլյար քաղցկեղ, թե ոչ։ Այդ մեդուլյար քաղցկեղը 1-ից 3% հանդիպող դեպք է, հա, քաղցկեղների վանաձև գեղձի։ Եթե արյան միջոցով բարձրանում է օնկոմարկերը, արդեն բիոպսիայի ժամանակ հավելյալ նյութ է վերցվում։ Բայց այս օնկոմարկերի նորմալ լինելը դեռ չի բացառում մյուս տեսակների առկայությունը։ Դրա համար կալցիտոնինի որոշումը եւ ֆունկցիոն բիոպսիան սրանք էլի լրացնող հետազոտություններ են։ Մարդիկ վախենում են բիոպսիայից, բժշկուհի, դուք շատ լավ գիտեք, ասում են հնարավոր է բիոպսիայի արդյունքում ուռուցքը վատորակ դառնա։ Որևէ մեխանիկական հպում բջջին չի կարող ստիպել, որ նա որակապես փոխվի, այսինքն փոխի իր բնույթը։ Նաև նշում են, որ բիոպսիայից հետո գուցե այդ հիվանդությունը ագրեսիվանա, նման բան եւս գոյություն չունի։ Բիոպսիայի պատասխանը մենք ստանում ենք մի քանի օրերի ընթացքում, եթե անհրաժեշտություն է լինում, վիրահատությունը եւս կատարվում է հաշված օրերի ընթացքում, այսինքն այդ մտահոգությունը անիմաստ է։ Իսկ հանգույցները կարող են փոքրանալ կամ վահանաձև գեղձը ներծծվի, նման մեկնաբանություններ են գրում։ Ոչ, դա միֆ է, հանգույցները, ասացի, պատկերացրեք հյուսվածքից աճած, այսպես գոյացություններ են։ Բանն այն է, որ կան նաև կեղծ հանգույցներ, որոնք հյուսվածքի տեղային փոփոխություններ են, գուցե օջախներ են կամ բորբոքման հետևանքներ են, եւ բուժառուները շատ հաճախ այդ կեղծ հանգույցները ընկալում են որպես իրական եւ բուժման ընթացքում այդ հանգույցները կարող են չափերի փոփոխության ենթարկվել, փոքրանալ կամ գուցե տեսանելի չլինեն եւ թյուր կարծիք ձևավորվի, որ հանգույցները ներծծվել են։ Իսկ ինչ վերաբերում է վանաձև գեղձի փոքրացմանը, մենք ունենք նաեւ բնածին փոքր վանաձև գեղձ, այստեղ կարեւոր է արդյոք այս վանաձև գեղձը բավարար չափով հորմոն է արտադրում։ Եթե ստուգում ենք անալիզը այն նորմայի մեջ անհանգստանալու կարիք չկա։ Ինչ է տեղի ունենում վանաձև գեղձի թեր ֆունկցիայի կամ գեր ֆունկցիայի ժամանակ, ինչ վտանգներ կան, ինչ պետք է իմանան հետևորդները մեր։ Նախ նշեմ, որ վանաձև գեղձի հորմոնները մասնակցում են մեր բոլոր նյութափոխանակային գործընթացներին։ Եվ եթե այդ հորմոնները չափից շատ են արտադրվում, նյութափոխանակային process-ները արագանում են։ Արագանում են սրտի զարկերը, աղիների աշխատանքը, ավելի գերգրգռված են դառնում նյարդային համակարգի կողմից, կարող է առաջանալ դող, քաշի անկում, բարձրանում է ոսկրերի քայքայման արագությունը, մենք կարող ենք ունենալ օստեոպորոզ եւ հակառակը, երբ այդ հորմոնները քիչ են արտադրվում, ամեն ինչ դանդաղում է հիշողությունը, մտածողությունը, սրտի զարկերը, առաջանում են քրոնիկ փորկապություններ, հավելյալ հեղուկ է կուտակվում օրգանիզմում, այսպիսով նաեւ բերում է քաշի ավելացմանը, սրանք երկու հակառակ process-ներ են։ Այդ դեպքում անդրադառնանք յուրաքանչյուրի բուժմանը, մասնավորապես հարցնում են դեղորայքներից էլթիրոքսին եւ էութիրոքս դեղերը բուժում են վահանաձև գեղձը։ Այն հիվանդությունը, որի դեպքում հիմնականում նշանակում ենք այս պրեպարատները, դա Հաշիմոտոյի թիրոիդիտն է, ինչպես նշեցի, այս դեպքում վնասվում են այդ հորմոն արտադրող բջիջները եւ գեղձը չի կարողանում արտադրել հորմոն։ Այսպիսով դեղորայքի միջոցով մենք լրացնում ենք այդ բացը, պակասը, այսինքն կատարում ենք փոխարինիչ թերապիա։ Բնականաբար այս դեղերը չեն բուժում այդ հիվանդությունը, այլ միայն լրացնում են մեր օրգանիզմում առկա հորմոնի պակասը։ Ինչ դեղեր կարող են գիրացնել մարդուն կամ մազակալման, մազաթափության պատճառ դառնալ։ Դրանք էլի վահանաձև գեղձի բուժման համար նշանակվող դեղերն են։ Ոչ, այդ դեղերը եթե նշանակում են ճիշտ չափաբաժնով, ունենում ենք հորմոնալ կայուն վիճակ, հորմոնալ բալանսը վերականգնվում է, բայց օրինակ պացիենտը նշում է մազակալում, գիրացում, պետք է պատճառը փնտրել այլ տեղում եւ ոչ թե վահանաձև գեղձում։ Ինչ անել բժշկուհի այդ դեպքում, երբ ունենք վահանաձև գեղձի գեր ֆունկցիա, որը անդրադարձել է մարդու քաշի վրա, եւ թեր ֆունկցիա, երբ մարդ քաշ է հավաքում։ Այս դեպքում ինչ է առաջարկում բժշկությունը։ Բուժումը հենց հորմոնի կարգավորումն է։ Գեր ֆունկցիայի դեպքում ընկճում ենք գեղձի այդ գերակտիվ վիճակը, թեր ֆունկցիայի ժամանակ լրացնում ենք այդ բացը, այսպիսով բուժման ընթացքում կորցրած կիլոգրամները վերականգնում ենք, իսկ եթե թեր ֆունկցիայի ավելորդ քաշը էլի հեռանում է եւ մնում է մեր նորմալ նյութափոխանակային քաշը։
Ինչ ուտել Վահանաձև գեղձի աշխատանքի համար, որպեսզի լավացնենք, նպաստենք, կարգավորենք հորմոնները։ Վահանաձև գեղձի բարենպաստ աշխատանքի համար շատ կարևոր է ռացիոնալ սնվել, ապահովել եւ սպիտակուցների օրական չափաբաժինը եւ վիտամինները։ Նաեւ Վահանաձև գեղձի համար շատ կարևոր է սելենի օգտագործումը, սա կարևոր միկրոէլեմենտ է, որ մասնակցում է ֆերմենտներին։ Սելենի աղբյուրը բրազիլական անկույզը, ծուն, բարերար է նաև ցինկով հարուստ սննդամթերքները, դրանք մսամթերքներն են, էլի ծովամթերքներն են, եւ առհասարակ պետք է հիշել, որ ֆիզիկական ակտիվությունը, սուրճի, ալկոհոլի, ծխախոտի սահմանափակումը բարենպաստ ազդեցությունն են գեղձի աշխատանքի համար։ Հնարավոր է կանխարգել Վահանաձև գեղձի հիվանդությունները։ Կանխարգելիչ միջոցառումներից ամենամեծը թերևս դա կերակրի աղի յոդացումն էր, որով վերջ դրվեց Հայաստանում յոդի անբավարարությունը որպես էնդեմիկ գոտի ճանաչվելուն եւ պաշտոնապես դա արդեն այդպես է։ Կանխարգելման համար չպետք է մոռանալ ժամանակ առ ժամանակ օգտագործել ծովամթերք, ձկնեղեն, ժամանակ առ ժամանակ անցնել Վահանաձև գեղձի ստուգումներ, եթե նախկինում ունեցել եք Վահանաձև գեղձի խնդիր կամ նաև պետք է կանխարգելիչ նպատակով ստուգվեն հղիներ եւ կերակրող մայրերը, այն անձինք, որոնց ընտանիքի անդամներից թեկուզ մեկի մոտ առկա է Վահանաձև գեղձի խնդիր, ժամանակ առ ժամանակ պետք է անցնեն Վահանաձև գեղձի ստուգումներ։ Խուսափել ստրեսից որքան որ դա հնարավոր է, բալանսավորված սնվել եւ չմոռանալ ֆիզիկական ակտիվության մասին։ Շնորհակալություն բժշկուհի։ Ձեզ եւս շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, մենք զրուցում ենք էնդոկրինոլոգ Արմենուհի Սաֆարյանի հետ, տիրապետեք ինֆորմացիայի ուժին, իսկ ինֆորմացիան մի բան է, որը կիսվելուց չի պակասում։ Կիսվեք այս ինֆորմացիայով ձեր ընկերների հետ, տարբերեք միֆը։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, շնորհակալություն նաև Յասաման ռեստորանին, ընկերական համեղ հանդիպումների, լավագույն հիշողությունների հավաքատեղի։ Համեցեք Յասաման։ Մինչ հանդիպում։